Եթերում Պաշտպանության նախարարության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Նախ ներկայացնենք երկու հաղորդագրություն։ Այսպես, դեկտեմբերի 19-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները։ Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։ Դեկտեմբերի 21-ին էլ հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, այդ ինստիտուտում գործող բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի նախագահ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը։ Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ գիտական աստիճաններ շնորհող խորհրդի բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով այսօրթին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այդ առնչությամբ մեր հեռուստածրագիրը ջերմորեն շնորհավորում է և նորանոր հաջողություններ մաղթում պարոն Սեյրան Օհանյանին, իսկ այժմ տեսաշարով ներկայացնենք ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման մանրամասները։ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 17-ին նշեցին մասնագիտական տոնը, որը լավ առիթ էր գնահատելու կատարված աշխատանքն ու նախանշելու առաջիկա անելիքները։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները բացառիկ դերակատարություն ունեն մեր պետական կյանքում։ Արդի աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պաշտպանության խնդիրները։ Տոնական միջոցառմանը ներկա բարձրաստիճան հյուրերն իրենց շնորհավորական ելույթներում ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի և նրա քաղաքացիների խաղաղ, ստեղծագործ, անվտանգ առօրյան, բարօրությունն ու առաջընթացն ապահովող և մեր ազգային պետական շահերին սպառնացող ներքին և արտաքին բազում մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ ազգային անվտանգության ծառայության գործը։ Երկրի ղեկավարի հրամանագրերով մասնագիտական տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձրագույն պարգևների և զինվորական կոչումների, որոնք նրանց հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին նաև ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը։ Մեր հաջորդ տեսանյութն անդրադարձ է միջազգային համագործակցության շրջանակում այս շաբաթ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպմանը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործում համագործակցության հնարավոր ուղղությունները և այլ հարցեր։ Դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում հանդիպում քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարկության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում լավագույն փորձի օրինակների» ժողովածուի վերաբերյալ։ Ժողովածուն և դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին։ Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մասնակցում էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից Էդեն Քոլը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչները։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցության հնարավոր ուղղությունները և այլ հարցեր։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է։ Պարտք, որի միջոցով ապահովվում է մեր երկրի անվտանգությունը։ Խաղաղ ծառայություն մաղթելով հայրենիքի նորօրյա պաշտպաններին, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միաժամանակ զգուշացնում է զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից,
քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման։ Սիրելի զինակոչիկներ եւ ծնողներ, մի թողեք, որ խաբեն ձեզ։ 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ազգային բանակի զորամասերը շարունակում են համալրվել նորակոչիկներով։ Ծառայության զորակոչված տղաների առօրյան արդեն ընթանում է ըստ զինվորական ինստուկացի ու կանոնակարգի։ Այժմ նրանք պատրաստվում են երթման արարողությանը, որից հետո կտեղաբաշխվեն ըստ ստորաբաժանումների, ինչին էլ կհաջորդի ուսումնական փուլի մեկնարկը։ Ժամկետային ծառայության սկզբնական ժամանակահատվածն այն օրերն են, երբ նորատուղ զինվորները դեռևս հիմնականում քաղաքացիական կյանքի ազդեցությունն են կրում, երբ առավոտ վաղ վեր կացնելն ու հաշված վայրկյանների ընթացքում մեկ ընդանուր շարքով շարվելը շատերի համար անսովոր է։ Սակայն այդ անսովորությունն արագ է վերածվում սովորական առօրյայի, երբ ծառայակից ավագ ընկերների, հատկապես սպաների ինքնավստահ ու խրող դրհանգները հստակ գործողության են կոչում։ Սկզբնական շրջանում տղաները շատ են սխալվում, ինչը հրահանգի ու հրամանի կատարման չիմացությունն ու շփոթությունն է։ Սրա համար պատիժ չկա, այստեղ մի սկզբունք է գործում, չգիտես կսովորեցնեն։ Զինվորին հնարավորություն է տրվում նույն վարժությունը բազմիցս կրկնել, մինչև անտերիության մակարդակի հասնելը։ Սա պատահական չէ, քանի որ զինվորական իր գործողություններով պետք է կտրուկ լինի, իսկ բավասկով օրինակելի մյուսների համար։ Ծառայական առաջին իսկ օրերից տղաներից յուրաքանչյուրը կզգա, որ ինքն է լուծելու իր բոլոր առաջադրանքները անկախ բարդության մակարդակից։ Այս անսովոր զգացումը նաև հպարտություն է ծնում, հարազատներից տարածության վրա ինքնուրույն ապրելու զգացողության հպարտություն։ Սրան է գումարվում նաև հայրենիքի պաշտպան լինելու կարգավիճակի գիտակցումը։ Հայուհու եւ ուկրաինացու ընտանիքում ծնված Արմանն իրեն կիսովչափ հայ է համարում, իսկ հիմա հպարտ է, որ ծառայում է ազգային բանակում։ Երևանի պետհամալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցուն ընդամենը մի քանի օրերի ընթացքում դուր է եկել հստակությունը։ Առավոտյան վերկացը շատ շուտ ընտելացա, ընդհանրապես ուշ էի վերկանում քաղաքացիական կյանքում, բայց այստեղ ավելի կոկիկ ամեն ինչը իր տեղը տեղին։ Այստեղ նա հասցրել է գնահատել ժամանակի արժեքը, դրա հետ մեկտեղ սովորել նպատակային օգտագործել անգամ ազատ րոպեները։ Իսկ նորակոչիկ Հակոբ Եզեկյանն ընդամենը 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք։ Տարիների հետ նա ոչ միայն չկորցրեց ազգային պատկանելության հպարտությունը, այլև պատրաստակամություն հայտնեց ծառայել հայրենիքի զինված ուժերում։ Հայրենասիրությունը իհարկե ամեն մեկը կհասկանա իր չափով, իմ համար դա լինել հասարակության համար մատչելի եւ ճկուն եւ օգտակար ամենաառաջինը։ Ես չեմ սիրում շատ խոսալ դրա մասին, իմ համար կարևոր է անելը։ Իսկ բանակը որոշ առումով զարգացնում է մարդու մեջ ձգտել դեպի, այսինքն հասնել դրան, որպեսզի դու հասարակությանը լինես իսկապես օգտակար։ Ծառայելով բանակում ես սովորում եմ իմ համար ամենակարևոր պահը, որ ես իմ համար վերլուծում եմ, դա այն, որ ես սովորում եմ ճիշտ դասավորել իմ ժամանակը։ Դա իմ համար մեծ օգուտ կտա հետագայում զարգանալու եւ ոտքի կայնելու համար։ Նրա ծառայական կյանքում միակ անհարմարությունը հայերեն տարերի չիմացությունն է, սակայն Հակոբն այս հարցում վճռական է տրամադրված ու համոզված ասում է, որ անպայման կհաղթահարի այս դժվարությունը։ Նա երախտապարտ է իր ծնողներին, որ անգամ տարիներ անց նրանք հնարավորություն են ընձեռել վերադառնալու ակունքներին ու խոստանում է գործնականում ապացուցել իր պիտանիությունն հայրենիքին։ Ծառայելով բանակում կյանքի նկատմամբ իր դիտարկումներն է ներկայացնում նաև շարքային Դավիթ Հովհաննիսյանը։ Առկա դժվարությունները նրան եւս չեն ընդգծում։ Դեռ ավելին, Դավիթն համոզված է, որ դրանք կկոպեն իրեն։ Քաղաքացիական կյանքում իհարկե յուրաքանչյուր հայ զգում է իր հայրենասիրությունը, բայց բանակում դա ավելի բազմապատվում եւ դասնապատվում է, որով դու արդեն զգում ես քո մաշկի վրա զգում ես այդ հայրենասիրությունը, թե ինչքան կարեւոր եւ ինչ մեծ վարք է դրած քո ուսերին։ Դավիթին հատկապես շատ է դուր եկել զինվորական համազգեստը, որը շատ հարմարավետ է տարվա այս եղանակների համար ու պատրաստ դիմակայելու ջերմաստիճանային բոլոր անակնկալներին։ Արջևում երթման արարողությունն է։ Տղաները շատ են կարևորում այս երևույթը, որի արժեքը հարազատ երկրին անձնվիրաբար ծառայելն ու նրա ձեռքբերումները պաշտպանելը։ Եվ որպիսի զինվորներն արագ ու հիմնավոր ընկալեն անբեկանելի այս ճշմարտությունն ու ծառայական մյուս նրբությունները, նրանց հետ անընդհատ աշխատանքներ են տանում փորձառու սպաները։ Քաղաքացիական կյանքից ընդամենը հաշված օրեր առաջ դուրս եկած զինվորների համար հնարավորություն է ստեղծված հարազատների հետ շփվելու համար։ Նորակոչիկները բոլորն էլ սկզբից դժվարանում են հարմարվել ծառայությանը,
բայց մի քանի օր հետո արդեն ճանաչողական զրույցներ անցկացնելուց, ծանոթացնելով զորամասի առօրյային օրվա կարգացուցակին, կարգ ու կանոնին, սկսում են հարմարվել, ադապտացվել արդեն եւ նորմալ մտնում են ծառայական հունի մեջ։ Կարևոր չէ թե տղաները զինվորական ինչ մասնագիտության նշբություններին կծանոթանան։ Կարևորը մասնագիտական հմտացման մակարդակն է եւ պաշտպանական հզորության մի մասնիկ կլինելու գիտակցումը ճիշտ պատկերացնելը։ Քսաներորդ դարավերջին սկսած ազգային ազատագրական պայքարի կանչով հայրենիք վերադարձած եւ Արցախի ինքնապաշտպանությանը զինվորագրված բազմաթիվ հայրենիներից մեկը խորհրդային բանակի հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր Քրիստափոր Իվանյանն էր։ Մեր հաջորդ տեսանյութը, որը կրում է «Ապրիլ եւ հիշիր» խորագիրը, նվիրված է Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանակիր Քրիստափոր Իվանյանի ծննդյան 92-ամյակին։ 1992 թվականի գարնանային այդ օրն Արցախում պատերազմ էր, իսկ հեռավոր Սանկտ Պետերբուրգում երեկոն իջավ անամպ ու խաղաղ, սակայն ոչ բոլորի համար եւ ոչ բոլորի հոգում։ Ալեզարդ պաշտոնաթող գեներալ Քրիստափոր Իվանյանը ամեն օրվա պես բազմած հեռուստացույցի առաջ սպասում էր հերթական նորությունների թողարկմանը։ Անկարող էր զսպել ներքին անհագ հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ 1992 թվականի հունիսի սկզբին Կրասնոդարում նա հանդիպեց համագնդեցիներին, ինչպես միշտ միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում։ Այստեղ էլ մի քանի պաշտոնաթող հայ սպաների շրջապատում զրույց բացեց Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ առաջարկեց մեկնել ու տեղում ծանոթանալ դեպքերի զարգացման ընթացքին։ Զրուցակիցների համար այդպիսի առաջարկը ոչ միայն տարօրինակ էր, այլև տարակուսանքի տեղիք տվեց։ Ոմանք անգամ մտածեցին, որ ծերունին հասակի հետ կապված խնդիրներ ունի։ Մի խոսքով առաջարկը մնաց անարձագանք, ու նա ստիպված Երևան մեկնեց մենակ։ Ձեռքին ընդամենը մի փոքրիկ պայուսակ, ջինսով, մարզական կոշիկներով, սպիտակ վերնաշապիկով ու կեպիով աշխույժ մի ծերունի Զվարթնոց օդանավակայանում մոտեցել էր տաքսու վարորդին ու խնդրել, որ իրեն տանի պաշտպանության նախարարություն։ Նախարարի ընդունարանում 10 րոպե սպասելուց հետո քարտուղարուհուն ասել էր. «Ես ոչ մեկի ընդունարանում 5 րոպեից ավելի չեմ սպասում», ու չնայած միջամտությանը ներս էր մտել։ 2 ժամ հետո Վազգեն Սարգսյանն ու ծերունին միասին դուրս են եկել աշխատասենյակից ու մեկնել Արցախ, Ստեփանակերտ։ Այդ ծերունին, որ շուտով նշանակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր Քրիստափոր Իվանյանն էր, ում անցյալն ու հայրենիքին մատուցած ծառայությունները դեռ ոչ մեկին հայտնի չէին։ Քրիստափոր Իվանյանը հորպես ընտրեց հայրենիքը պաշտպանելու մասնագիտությունը։ Դեկտեմբերի 20-ին երկու պատերազմների լեգենդը Քրիստափոր Իվանյանը կբոլորեր ծննդյան 92-րդ տարեդարձը։ «1920 թվականին թուրքերը նորից գրավեցին Կարսը ու հայերը վերջնականապես լքեցին քաղաքը։ Նրանց մեջ էր եւ Արթուր Ղարիբյանի պապը, ով կորուստների ցավը սրտում անբարած եկավ հաստատվեց Արևելյան Հայաստանում։ Զավթված հայրենիքի, կորցրած երկրի ցավը որդուց փոխանցվեց Թորանն ու Արցախյան պատերազմի տարիներին պայքարի հանեց Արթուր Ղարիբյանին։ Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտից Եռաբլուր Պանթեոնը մարդաշատ էր։ Արթուր Ղարիբյանի ծննդյան օրն էր։ Արթուրի հիշատակին նվիրված հուշ ցերեկույթը շարունակվեց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում։ Արթուրը Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Շարժումը ղեկավարող մտավորականների կողքին որպես Վահան ու Պատնեշ կանգնեցին հայրենասեր հայրենիները, նրանց հետ նաև Արթուր Ղարիբյանը։ Թերևս հենց այդ օրերին նրա ծոցագրպանում հայտնվեց ազգային միացյալ կուսակցության երթումը։ Քանի պղծում է իր ներկայությամբ հայոց սուրբ հողը գետ մի թշնամի, քանի ապրում եմ, քանի շնչում եմ, կպայքարեմ ես սրի դեմ սրով, հրի դեմ հրով, մահվան դեմ մահով։ Իմ կյանքը քոնն է, դու ես այն տվել, քանզի ամենասուրբ մայրն ինձ համար դու ես, Հայաստան։ Քանդակագործ դառնալու երազանքով ինստիտուտ ընդունված շնորհաշատ տղան արվեստի իր աշխարհն անտեսած գլխովին մխրճվեց նորորյա պայքարի հորձանուտ ու ինչպես մայրը Տիկին Գոհարն է ասում,
Այդ օրերին ամենաերջանիկը հենց Արթուրն էր։ Եվ նա զինվորագրվեց Արցախյան պատերազմին։ Արցախի մայրաքաղաքի կրկժան Արվարձյանը թշնամին վերածել էր ռազմական հենակետի ու պարբերաբար ռմբակոծում էր Ստեփանակերտը։ Հենակետը վերացնել էր պետք, առաջին հարձակումը կասեցվեց։ Երկրորդ անգամ կրկժանում տեղակայված թշնամական սպայակույտն ու մահաբեր կրակակետերը վնասազերծվեցին։ Հետագայում ազատագրվեց նաև Շուշին, իսկ Արթուրը Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար էր։ Թշնամին դարավոր ծառերն արմատախիլ արած ու բնակավայրերը հրոճ արագ դարձրած Բաշգյունեփայա, Օրթագյունեփայա գյուղերում կրակակետեր տեղադրած կասեցնում էր մեր ուժերի առաջխաղացումն ու աշխատում էր մոտենալ Արցախի սրտին, Ստեփանակերտին։ Արթուրին քաչ հայտնի էր, որ իրենց թիկունքում այն կամուրջն է, որ ամենակարճ ճանապարհով Ստեփանակերտ է տանում։ Ուստի հանձնել կամուրջը նշանակում էր հանձնել Ստեփանակերտը։ Հետադարձի ճանապարհ չկար, նահանջը հավասարազոր էր դավաճանության։ Ուստի եկել էր մահվան դեմ մահով պայքարելու պահը, երբ աննկուն մարտիկը պետք է գիտակցաբար բռներ անմահության ճանապարհը, ուր հայրենի Կարսի կորուստը սքացող պապին հանդիպելով հպարտորեն ասելու էր. Ես երթվեցի պայքարել հրի դեմ հրով, սրի դեմ սրով, մահի դեմ մահով ու կյանքս նվիրել ամենասուրբ իմ մորը, Մայր Հայաստանին։ Երթվեցի ու պահեցի երթումս։ Միջազգային ասպարեզում ներկայումս առաջնային ուղղություններից է թրաֆիքինգի դեմ պայքարը։ Բնականաբար այդ երևույթի դեմ պայքարում կարևորվում է նաև խաղաղապահների կարողությունների բարձրացումը։ Դեկտեմբերի 21-ին Էրեբունի Պլազա հյուրանոցային համալիրում անցկացվեց թրաֆիքինգի դեմ պայքարում խաղաղապահների կարողությունների բարձրացմանը նվիրված սեմինար վարժանք։ Միջոցառման անցկացումը նախատեսված էր թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրով։ Սեմինար վարժանքին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի մոտ 2 տասնյակ զինծառայողներ։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ոլորտը կարգավորող միջազգային եւ ներպետական օրենսդրությունը, թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգը, սոցիալական գովազդի դերն ու նշանակությունը մարդկանց շահագործման դեմ պայքարում, ինչպես նաև կազմակերպվեց թեմային առնչվող տեսահոլովակների եւ ֆիլմի դիտում։ Նշենք նաև, որ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության օժանդակությամբ։ Սա նպատակ է հետապնդում եւ նրանց մոտ իրազեկվածության բարձրացմանը։ Նախ եւ առաջ իրանք դա կարող են օգտագործել իրենց գործունեության ընթացքում, որովհետեւ շփվում են այլ պետության տարածքներում եւ քանի որ գնում են բավականին թեժ կետեր, այդտեղ հավանականությունը մեծանում է, որովհետեւ թրաֆիքինգը ինքը բնորոշ է բոլոր երկրներին, բայց հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալ-տնտեսապես չզարգացված կամ օրինակ հակամարտություններում գտնվող երկրների պարագայում։ Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր փնտրում են աշխատանք։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործում է պայմանագրային ավագ սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ եւ ջոկի հրամանատարներ։ Պայմանագրային ավագ սերժանտների 4-ամսյա ուսումնական դասընթացին կարող են մասնակցել մինչև 25 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները եւ զինված ուժերում մինչև 18 ամիս ծառայած պարտադիր ժամկետային ծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն եւ պիտանի են շարային ծառայության համար։ Ուսումնառության ընթացքում կուրսանտները կստանան 92,000 դրամ ամսական բավարարում, իսկ ուսման ավարտից եւ զորքերում ծառայության անցնելուց հետո 150,000 դրամ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում ավագ սերժանտները կօգտվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված սոցիալական ապահովման բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Այսպիսով ձեզ առաջարկվում է պատվաբեր ծառայություն եւ երաշխավորված աշխատավարձ։ Գրանցվելու համար կարող եք դիմել Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ դեկտեմբերի 20-ին ժամը 12-ին։ Մանրամասն այլ տեղեկությունների համար զանգահարել 29 44 81 կամ 091 333 573 հեռախոսահամարներով։ Բանակ հասարակություն կապի շրջանակում մշտապես կարևորվել է զինված ուժերում իրավապաշտպան կազմակերպությունների հետ անցկացվող միջոցառումները։ Եվ այսօր զինված ուժերի զորամասերից մեկում կայացած հանդիպում քննարկումը պետք է դասել նմանօրինակ միջոցառումների շարքին։ Զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը նախաձեռնել էր զորամասի հրամանատար գնդապետ Սեյրան Խաչատրյանը։ Հանդիպան ընթացքում իրավապաշտպանները ներկայացրին գրասենյակի գործառույթներն ու իրավական լծակները, անդրադարձան առավել հաճախ արձանագրվող իրավախախտումներին։
Կարևորելով նմանաբնույթ հանդիպումների դերը զինծառայողների իրավագիտակցության բարձրացման գործում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նկատեց, որ զինծառայողների իրավունքները լիարժեք կպաշտպանվեն միայն այն դեպքում, երբ վերջիններս իրավամբ ծանոթ կլինեն օրենքով սահմանված իրենց իրավունքներին ու արտոնություններին։ Նա փաստեց նաև, որ թեպետ գրասենյակի կողմից կայացված որոշումները կրում են զուտ խորհրդատվական բնույթ, այդուհանդերձ այսօր արդեն առկա են բազմաթիվ օրինակներ, երբ զինծառայողների բարձրացրած խնդիրները ստացել են դրական լուծումներ։ Անչափ բարձր են գնահատում նման հանդիպումները, որովհետև երբ որ հանդիպումներ են տեղի ունենում զինծառայողների հետ, դա պարզապես այն մեթոդներից է, մեխանիզմներից է, որ զինծառայողների իրավագիտակցությունը բարձրանում։ Եվ դա այն ճանապարհներից է, երբ մենք ունենանք այնպիսի մի բանակ, երբ անձանց իրավունքները այդտեղ առհասարակ չեն ոտնահարվի։ Հանդիպման շրջանակում Արամ Վարդևանյանը պատասխանեց նաև զինծառայողների հարցերին, ներկայացրեց գրասենյակին հասցեագրված դիմումներին ի պատասխան իրենց կողմից իրականացվող գործողությունները։ Դեկտեմբերի 17-ից 21-ը զինված ուժերի բուժծառայության շրջանակում անցկացվեց տարեվերջին հավաք։ Նշենք, որ հավաքի շրջանակում ոչ միայն անդրադարձ եղավ անցնող տարվա արդյունքներին, այլև հնչեցին դասախոսություններ, արծարծվեցին մի շարք հիվանդություններին վերաբերող հարցեր։ Ազգային բանակի կազմավորումից ի վեր զինծառայողների բուժ-սպասարկման կազմակերպումն ու դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովումը Պաշտպանության նախարարության առաջնային խնդիրներից են եղել։ Ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ բնականաբար զինված ուժերի բուժծառայության շրջանակում իրականացվել են համապատասխան աշխատանքներ, որոնց վերլուծությանն ու ամփոփմանն էր նվիրված զինված ուժերի կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայության պետերի տարեվերջյան հրամանատարական հավաքը։ Հավաքի ընթացքում բուժծառայության պետերը նաև ստուգարքներ հանձնեցին մարտավարամասնագիտական եւ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցները թեմաներով, ունկնդրեցին զինված ուժերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակա վարչությունների ներկայացուցիչների կողմից անցկացված դասախոսությունները։ Այս 5 օրերի ընթացքում մենք բուժծառայության պետերի հետ քննարկել ենք 17 թվականի կատարած աշխատանքները, նրանց արտոնությունը, աշխատանքների առաջադրվող նոր խնդիրները, նոր պահանջները, նաև այն հարցերը, որոնք կարող են լինել պրոբլեմային բնույթի եւ կարիք ունեն վերադասի անմիջական աջակցության։ Ելույթ ունեցողներն անդրադարձան զինված ուժերի բժշկական ծառայության արդի խնդիրներին, հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգին։ Անդրադարձ եղավ նաև սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես ատիպիկ թոքաբորբի ախտորոշման եւ բուժման արդի միջոցներին։ Հարկ է նշել, որ դասախոսությունների թեմաները բավական բազմաբնույթ են եւ արծարծում էին թե նեղ մասնագիտական հարցեր, թե մարտական գործողությունների վերսկսման դեպքում հնարավոր գործողությունների բնույթին ու դրանց ընթացքում անհրաժեշտ հոգեբանական օգնության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հավելենք նաև, որ հավաքի ընթացքում քննարկվեցին բուժծառայության օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Չբացելով փակագծերը նշենք, որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունում պատրաստվում են կառուցվածքային որոշակի փոփոխություններ։ Կառույցի կատարելագործմանը միտված այդ ծրագրի իրականացումը ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանի հավաստմամբ ֆունկցիոնալ առումով էապես կբարձրացնի զորքերի եւ խաղաղ բնակչության բուժ սպասարկման արդյունավետությունը։ Այս ամենից զատ հավաքի ընթացքում ներկայացվեցին առաջիկա 2013 թվականի աշխատանքային ուղղությունները, նախանշվեցին այն հանձնարարականները, որոնց կատարմանը բուժծառայության պետերը պետք է առավել ուշադրություն դարձնեն։ Նշենք նաև, որ դեկտեմբերի 21-ին էլ Երևանի Կայազորի հոսպիտալում տեղի է ունեցել Մխիթար Հերացու անվան ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների վիճակահանությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, ֆակուլտետն ավարտած երիտասարդների ծնողներն ու հարազատները։ Վիճակահանության ընթացքում շրջանավարտներն իրենց ձեռքով ընտրեցին հետագա ծառայության վայրերը։ Բարի ծառայություն ենք մաղթում մեր ռազմական բժիշկների նոր հոսքին։ Շարունակում ենք թողարկումը։ Մեր հաջորդ տեսանյութի թեման թե մարզական է, թե մարտական։ Իմ գործընկերն Արեգ Սարգսյանն անդրադարձել է Պաշտպանության նախարարության վարչական համալիրի հրաձգարանում անցկացված մրցույթին։ Կառավարելով Պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի կենտրոնական ապարատների զինծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների կրակային պատրաստությունը, զինված ուժերի մարտական պատրաստության վարչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ից 19-ը տեղի ունեցավ PM ատրճանակից հրաձգության առաջնություն։ Այն անցկացվեց Պաշտպանության նախարարության վարչական համալիրի հրաձգարանում։ Համաձայն կանոնագրքի մրցույթն անցկացվեց 3 փուլով։ Եզրափակիչ փուլ դուրս եկան 10 մասնակիցներ, ովքեր արդեն պայքար մղեցին մրցանակային տեղեր գրավելու համար։ Երրորդ տեղը զբաղեցրեց զինված ուժերի թիկունքի վարչության սպա մայոր Անդրեյ Բաբայանը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց
զինված ուժերի չափագրման եւ ստանդարտացման բաժնի ծառայող Նիկոլայ Կոդրաշևը։ Առաջին հորիզոնականն էլ գրավեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության սպա մայոր Մխիթար Անտոնյանը։ Մրցանակակիրները խրախուսվեցին պատվոգրերով։ Իդեպ, 3 մրցանակակիրներն էլ եզրափակիչ փուլի ընթացքում 3 կրակոցից հավաքել էին հավասար 27-ական միավոր, ուստի տեղերը բաշխվեցին կրկնակի կրակոցների միջոցով։ Օրերս իմ գործընկեր Վադիմ Ղարիբյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի արվեստանոցում։ Հայաստան աշխարհի անկրկնելի բնությունն ու նրա գույները արտերկրում արժանիորեն ներկայացրած նկարիչը խոսել է ազգային բանակի դերի ու զինծառայության շուրջ։ Դիտենք մտավորականը եւ բանակը խորագրի ներքո ներկայացվող տեսանյութը։ Երբ մուտք ես գործում փոքր այս ցուցասրահ, անմիջապես հայտնվում ես հյութեղ կտավների, Հայաստանի լեռնաշխարհի անկրկնելի գույների կախարդանքում։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի ընկերները, արվեստագետները սիրում են գալ նկարչի ցուցասրահի վերածված այս արվեստանոցը ու վայելել հինավուրց երկրի բնապատկերների շունչը։ Անկախացման տարիներին նկարչի ստեղծագործությունը ել ավելի հասունացավ, հագեցավ նոր երանգներով, նոր կենսափիլիսոփայությամբ։ Արվեստագետը խոստովանում է, որ հպարտանում է մեր հաղթանակած բանակով, իրեն ավելի վստահ, ոգով ուժեղ արվեստագետ է զգում։ Երբ որ ունենք մենք բանակ, հզոր բանակ եւ ունենք երկիր, մեզ համար ամենամեծ վստահ բոլորիս համար դա վստահությունն է։ Դա տալիս է այդ ներշնչանքը, իսկ ներշնչանքը երբ որ քո երկրում ապրում ես, դու ազատ ես, դու անկախ ես եւ ունես այդ պաշտպանվածությունը մեր արտաքին ճշտամիներից, չէ՞ որ մենք այսօր շրջապատված ենք բավականին մեծ շահի, թե աճ, թե ձախ։ Ես այդ բոլոր լավագույն ստեղծագործությունները միշտ վերագրում եմ եւ զինուժին, եւ մեր երկրի պաշտպանությանը։ Շմավոն Շմավոնյանի պապի եղբայրը ծառայել է ցարական բանակում։ Նա ռուս-թուրքական ռազմաճակատում գործող խոշոր զորամիավորման գլխավոր ռազմական բժիշկն է եղել։ Իսկ այսօր հայ գերդաստանը իդեմս նկարչի ունի մեր ազգի բարի ու հին ավանդույթների արժանի շարավղին։ Հյուրընկալվելով նկարչին տեղեկացանք, որ նրա կտավների մի մասը գնել են Կալիֆոռնիա նահանգի 3 խոշոր բուժհաստատությունները։ Գնել են իրենց հիվանդներին հայ նկարչի կտավներով գործուն օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բախտ եմ ունեցել իր գործերը Միացյալ Նահանգներում եմ տեսել ամենանշանակալից հիվանդանոցներում։ Հետաքրքիր բան կար, որ հիվանդանոցի տնօրեններից հետ մեկի հետ երբ որ զրուցում էինք, ասաց, որ Շմավոնի գույները բուժիչ հատկություն ունեն։ Այսինքն նկարչությունը բուժելու հատկություն ունի։ Նկարիչ Շմավոն Շմավոնյանի արվեստը ներկայացվել է արտերկրում, ներկայացվել ու ճանաչում գտել։ Նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը։ Նա շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը, շարունակում է ծառայել իր երկրին, որպես արվեստագետ, մտավորական եւ զինվոր։ Ես գիտեմ այսօրվա օրը, որ մեր զինվորները պահում են այդ սահմանային այդ ամբողջ տարածքը դժվար է, բայց մեծ այդպես պատիվ կա, որ իրենք այդ իրենց գեղեցիկ, իրենց այդ տարիքի մեջ այդ ծառայությունն են մատուցում եւ մենք բոլորս երախտապարտ ենք մեր զինվորներին եւ իմ մաղթանքս է իրենց, ինչ ասեմ, լավ տրամադրություն, մեծ ուժ ու եռանդ եւ դրանից մեծ պատիվ չկա, որ դու երկրին ես ծառայում եւ երկիրն ես պահում։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բարակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաեւ Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի գիրակնորյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։